Հայաստանում այսօր մոտ 3000 ասորի է ապրում, որոնք դարեր ի վեր Հայաստանում ազգային ինքնությունը պահպանելու բոլոր հնարավորություններն ունեցել են։ Ազգային մշակույթը պահպանել են նվիրյալները, ազգային սովորույթներն ու լեզուն կիրառելով ընտանիքում եւ իրենց միջավայրում։ Թինա Թումասովան ուսուցիչ է, ծնվել է Արարատի մարզի Վերին Դվին համայնքում, որտեղ բնակչության մեծամասնությունն ասորիներ են։ Դպրոցն ավարտելուց հետո 2002 թվականին Երևանի Պետական հումանիտար քոլեջում հայոց լեզվի եւ օտար լեզուների դասավանդման բաժնում է սովորել։ Հետո նաեւ բարձրագույն կրթություն է ստացել Երևանի մանկավարժական համալսարանում, ստանալով ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում։ Կարողացել է նաեւ իր ժողովրդին օգտակար լինել։ Դիմիտրովի միջնակարգ դպրոցում ազգային պար է դասավանդել, Երևանի Պուշկինի անվան դպրոցում էլ ասորերեն։ Թինա, Դիմիտրովի բնակիչները կատակով ասում են, որ չկա մի հայ, որի երակներում գոնե 1% ասորական արյուն չլինի եւ չկա ասորի, որը գոնե մի փոքր հայ չէ։ Ինչով եք հիմնավորում սա։ Չի բացառվում, կասել չի բացառում, որովհետև թե ասորները, թե հայերը հնագույն ազգեր են եւ ուսի տված եղբայրաբար մինչեւ օրս էլ միմյանց հետ մի ուղղությունով պայքարում են ամեն ինչի առաջ։ Սկսենք բոլոր պատերազմներում կողք են, արարում են, ստեղծում են ասորները, նույնպես հայերի պես։ Այնպես որ կարելի այսօր ասորներ, կոնկրետ ասորներ կան, որ միայն հայերեն են խոսում։ Կան ասորներ, որ այս գյուղից սկսած եւ Դիմիտրով, Դվին, Արզնի, կան այնտեղի հայերը նույնիսկ ասորերեն են խոսում։ Այստեղից արդեն հիմնավոր է, որ իրենց հետարքերը ոնց որ ասորներ գիտեն հայերեն տիրապետում են, նույնպես հայերը տիրապետում են ասորերենին, մշակույթին, երգերին եւ պարերին։ Տատիկս մաքուր ասորի լինելով դեռ փոքրուց ինձ ուղղորդել է, որ պետք է պահպանենք, պետք է հիշենք, պետք է իմանանք, պետք է ներկայացնենք, քանի որ եթե մենք ամեն մեկս փորձենք ձեռք քաշել մեր ուրույն, մեր եսից, մեր ինքնությունից, բնականաբար կարելի ասել մարդ կոչվել իրավունք չունենք։ Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր անձ պետք է կարողանա պահպանել իր եսը, իր ազգով, իր լեզվով, իր մշակույթով, իր պատմությունով։ Կարող ենք ասել, որ ուսուցչի աշխատանքը եւ մասնագիտությունը հենց դրա համար է կնքվել։ Գուցե հենց դա էլ եղել է պատճառ, որ ես գնացել եմ ուսուցչի մասնագիտության, որ դասավանդեմ ասորերեն, սովորեցնեմ երեխաներին իրենց լեզուն։ Տեսակ ունենք խմբակ, խմբակի մեջ մենք աշխատում ենք, թե խոսում ենք, գաղափար ենք կազմում երեխաները, թե ազգի պատմության, թե մշակույթի, թե տառերի, փորձում ենք ամեն ինչը ասենք յուրովի մատուցել եւ իրենք սիրով ընկալում են։ Պարոն Հակոբյան, Դիմիտրով գյուղը որքան բնակչություն ունի եւ քանի տոկոսն է ասորի, քանի տոկոսը հայ։ Գյուղում ներկայապահին բնակվում է 1300 բնակիչ, ու պետրեգիստրի տվյալներով 14.9%-ն է ասորները, որոնք մաքուր ասորներ չեն, այսինքն ունեն ամուսնություններ հայերի հետ։ Գյուղում նման բան չկա, հայ ասորի տարանջատումը երբեք չի եղել ու հուսով եմ չի լինի։ Օրինակ գյուղում լինում են համ ասորական տոներ, համ հայկական տոներ։ Բոլոր տոներին, թե հայերը, թե ասորները նույն ուրախությամբ են, որ նույն եռանդով մասնակցում են, սպասում են այդ օրվան։ Մենք հուլիս ամսին գյուղում ունենք ասորական տոն, շարայա կոչվում։ Հավատացեք, որքան ասորներն են սպասում, նույն չափի հայերը այդ տոնին։ Գյուղի դպրոցը ի սկզբանե ունեցել է ասորական լեզուն դասավանդվել է, մինչ օրս դասավանդվում է, դպրոցում կա նաև ասորական պարի խմբակ, որտեղ որ ոչ բոլորն են ասորիներ։ Այսինքն չկա նման տարանջատում ասորի, հայ, բոլորն էլ հաշտ-համերաշ ապրում են, իհարկե։ Մի հետաքրքիր բան ենք նկատել, որ ասորերենի դասերին նաև հայ երեխաներն են մասնակցում։ Հա, անպայման, մենք բացի դպրոցում, որ մասնակցում են, մեր գյուղի ներկա այս հիմա չէ, բայց 90-ական թվականներին գյուղի բոլոր հայերը մաքուր ասորերեն խոսացել են։
Ես էլ եմ ասում այդ ժամանակվա մարդ, հիմա այդպես լրիվ մաքուր չեմ կարող խոսում, բայց ես մաքուր Հասկանում եք։ Համ հասկանում եմ, այն ժամանակ էլ ես շփում եմ եղել, խոսացել եմ։ Իսկ հիմա ինչպիսին է վիճակը, արդյոք հայերը խոսում են ասում։ Ով որ, հա, մարդիկ ով որ ուզում է, խոսում է, սովորում է։ Ինքը շատ հետաքրքիր լեզու է։ Իսկ երբ ամուսնանում են հայը եւ ասորի, երկու ավանդույթներն էլ պահպանվում են։ Հա, իհարկե, երկու ավանդույթներն էլ պահպանվում են ու նման բան չկա, հավատացեք, որ նման տարանջատում չկա, հայը ամուսնացավ ասորու հետ կամ ասորին սովորական մենք հայերս ոնց ենք ամուսնանում։ Նույն ձև, ոչ մի տարբերություն, ասենք ոչ մի խոսակցություն կամ ինչի հայ հետ ամուսնացավ կամ ինչի ասոր։ Չգիտեմ, ես ավելի քան 33 տարի ապրում եմ այս գյուղում, ես նման արտահայտություն չեմ լսել հայ կամ ասորի կամ էսի հայի տունա, էսի ասորու տունա։ Այս գյուղը պահպանեց ուղղափառությունը։ Ինչու պահպանեցին, որովհետև այս գյուղը հիմնականում հիմնվել է ասորիներով։ Եկել են եկեղեցիներ, ասորիներն են կառուցել, անգամ իմ կեսրարս այս եկեղեցու վրա աշխատել են, ասում ամբողջ գյուղով գիշեր թե ցերեկ իրանք չեն զլացել, ժամանակը չեն խնայել, որ եկեղեցին կառուցեն ու ունենան իրեն սրբավայրը։ Շատ յուրահատուկ ճարտարապետություն ունի, որևէ խորհրդանիշ կա։ Դե մեր ասորական եկեղեցիները բոլորը նման են լամասուի, այդ ցլին, թևավոր ցլին, որ նայեք իրանք երկար են գնում, իսկական եկեղեցիները մի տեսակ կլորավուն են, չէ՞։ Մեր ասորական ավելի շատ նման է այդ հենց նմանությունը խորհրդանիշ այդ ասորական թևավոր ցուլի կերպարն է։ Երբեք չի փակվել մեր եկեղեցիները։ Մեր եկեղեցիները օրինակ ես տատիկս Վինիցայում էր ապրում, Կիևում, Ուկրաինայում, երազ էր տես, այնտեղ տուն տեղ երկու աղջիկներ այնտեղ էին, երկուսս տեղ էին։ Ինքը երազա տեսնում, պետք է գա ծառայի եկեղեցիներին։ Ինքը եկավ 25 տարի տունը, բան ամեն թողեց, եկավ ստեղ ծառայեց եկեղեցիներին։ Ես եւ երկու ընկերներս հետևում ենք, որ եկեղեցին կանգուն մնա, մաքրության հարցով, ամեն ինչով պատասխանատու ենք։ Մենք աշխատավարձ չենք ստանում, հենց այսպես աշխատում ենք, որտեղ Աստծուն շատ ենք սիրում։ Մենք պետություն չունենք, եկեղեցին է մեզ համախմբում, դրա համար էլ մենք 6776 թիվ մենք բան չունենք, պետություն չունենք, բայց մեր լեզուն, մեր հավատքը մնում է։ Թինա Թումասովան այսօր մայրության արձակուրդում է, բայց շաբաթը 2 անգամ Դիմիտրովի ասորի եւ հայ երեխաներին ասորական ազգային պարեր է դասավանդում, ասորի ժողովրդի պատմությունն է սովորեցնում եւ մայրենի լեզուն, ասորերեն է սովորեցնում։ Քանի որ այս անգամ պատրաստվում էինք ձեր դիմավորելուն, երեխաները հավաքվել են եւ մենք նախ կանենք ասորերեն դաս, խոսենք որոշակի ազգին բնորոշ բաների մասին ու հետո մենք կպարենք։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ոչինչ մասնակցեմ ձեր դասին։ Կներկայացնեք ձեր աշակերտներին։ Պավլով Կիրիլ, հայրը եւ մայրը ասորի, ասորի ընտանիքի զավակ, տանը խոսում են ասորերեն, ասորերին լավ քաչ տեղյակ։ Թամարան, մայրը ասորի, հայրը հայ։ Ալեքսը հայրը ասորի, մայրը հայ, բայց այնպիսի հայ, որ լիարժեք տիրապետում է ասորերին ու պահում է բոլոր ավանդույթները, այն ինչ որ պահանջում է ասորական ընտանիքում։ Ռիման եւ թե հայրը, թե մայրը հայ են, բայց սիրով գալիս է մեր դասերին, մասնակցում է մեր բոլոր միջոցառումներին, գեղեցիկ պահում է։ Գիվարգիզովա Մարինես, հայրը ասորի, մայրը հայ։ Իրենք էլ ընտանիքում պահում են ընտանեկան ավանդույթները, բոլոր ինչ պահպանել են, ինչ հասել է դեպի իրենց։ Մարիամիս մայրը ասորի է, հայրը հայ։ Նա նույնպես սիրով գալիս է, շատ ոգեշնչված աշխատում էր հետ, սիրով, նվիրված։ Լյուբասը իմ համեստ աղջիկն է, հայրը ասորի, մայրը հայ, շատ պարտաճանանչ, ամեն ինչին այսպես
սրտանց մոտեցում ունի ամեն մի բանին։ Մեր ասորական տարրերը, ինչպես մենք ասացինք, գրվում են աջից ձախ, այն նման չէ թե հայերին, թե ռուսերին։ Ասորերեն տարրերը բոլորը բաղաձայն տարրեր են, եւ մենք ունենք ձայնավորներ, որոնք դրվում են նշանների պես, որոնք դրվում են տարրի վերևում եւ ներքևում, կազմում են վանք։ Այո, այսպիսով մեր տարրերը քանիսն են 29։ Կարող եք ասել մեր ձայնավորները։ Եկեք միասին ասենք. Սկապա, զլամաքրեմը, զլամայարիխա, վավրվախա, վավրվասա, յուդ խվասա։ Երեխեք ջան, կարող եք ասել նոր տարին։ Մենք որ թվականում ենք գտնվում։ 6776 Երբ են նշում ասորները նոր տարին։ ապրիլի 1-ին։ Ձեր եւ մայրիկը եւ հայրիկը ասորիներ են։ Տանը որ լեզվով եք խոսում, ասորերեն թե հայերեն։ ասորերեն Հիմնականում ասորերեն եք խոսում։ Այո։ Իսկ տառերը որտեղից եք սովորել։ դպրոցից Դպրոցում ասորենի դասերին եք մասնակցում։ Այո։ Բայց նաև այստեղ եք հաճախում ասորենի դասերին։ Լավ են անցնում դասերը, ինչ եք սովորում այստեղ։ այո գրում ենք կարդում ենք բաներ ենք տեստեր ենք գրում Հիմնի նպատակը այն է, որ թեկուզ անցնի 25 դար, մենք կլինենք նույն դրոշի ներքո եւ նույն հողի վրա։ Իսկ ով դրոշի մասին կխոսի։ Դրոշի սպիտակ գույնը նշանակում է աշխարհը, իսկ եռանկյունիները կապույտ երկրամասերն են, որը նշանակում է ասորները ցրված են ամբողջ աշխարհով, իսկ մեջտեղի շրջանակը դեղին դա արևն է, ասորները արևի տակ են մեկ։ Կապույտ ալիքները նշանակում են հույս, սպիտակ ալիքը նշանակում է խաղաղություն, իսկ կարմիրը պայքար։ Մեր ասորերենի դասի ժամանակ մի դաս անում ենք ասորերենի դաս, մի դաս անում ենք բարի դաս։ Մենք շատ ենք աշխատում, որ ամեն ինչ յուրահատուկ ստացվի։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք եկել եք մեզ նկարել։ Ասորական քանի պար գիտեք։ Գիտենք Բագիեն, Շեյխանին, Թամզար Ախիգյան։ Իսկ արտաքին ինչ առանձնահատկություններ ունեն ասորիները։ Լավ հարց էր։ Շատ հայ գրողների բանաստեղծություններում, ինչպես ռուս գրողների մոտ, մեզ հայտնի են ասիրիսկի օչի, ասորու աչերը։ Ասորու աչերը մի տեսակ ավելի խորն են, ավելի խորի մաստ են։ Ասորներ բարձրահասակ են, հաղթանդամ, ուսերը լայն, աղջիկները դե գեղեցիկ, համեստ։ Եթե չեմ սխալվում, ապրիլի սկզբին ասորիները նշում են Հաբ Նիսանի տոնը, այսինքն նոր տարին, համայնքում ինչպես եք նշում։ Ես սկսեմ նրանից, որ մենք գտնվում ենք 6776 թվականում, սա արդեն շատ հին թիվ է։ Ինչով է պայմանավորված ապրիլի 1-ը Հաբ Նիսանը, հենց ապրիլի 1-ը թարգմանական նշանակում է Հաբ Նիսան։ Այն կա մի առասպել սիրո Աստվածի եւ հովի հետ կապված, որը խորհրդանշում է նաեւ սիրո տոն, այսինքն հողի հետ աշխատանքների ժամանակաշրջանը եւ սկսում են նրանք աշխատել, արարել։ Նրանք 12 օր շարունակ մեծ միջոցառումներ են կազմակերպել մինչեւ ապրիլի 1-ը եւ այս վերջի շրջանում արդեն ապրիլի 1-ը հստակ համարվել է, որ իրենց տոն, իրենց սկսում է իրենց նոր տարին հենց ապրիլի 1-ից ու շարունակել են նրանից հետո աշխատել, արարել, ստեղծել, դե շարունակ։ Համայնքում ինչպես եք նշում։ Մենք համայնքում նշում ենք յուրաքանչյուր ընտանիք յուրովի։ Այսօր էլ տոնակատարության պատրաստություն ունեք, որին մենք էլ կմասնակցենք։ Այսօր մենք պատրաստ ենք ազգային կերակրատեսակներ, մասնակցենք եւ կհամտեսենք։
Օրինակը ներկայացնեք համայնքի կանանց։ Տիկնայք ասորական համայնքի ակտիվ տիկնայք են, որը ոչ մի միջոցառում համայնքային առանց իրենց չի լինում, ամեն ինչին ակտիվ մասնակցում են նվիրումով։ Ամեն տարի ապրիլի 1-ին մեր ասորական նոր տարին է։ Միշտ համախմբված մենք բոլորս ասորներով, թեկուց հայերը միանում են մեզի, մենք նշում ենք մեր ապրիլի 1-ը։ Ճիշտ է, մենք սովորական բոլոր ազգերի հետ նոր տարի անում ենք դեկտեմբերի 31-ին, բայց դա մեր ազգի ուրախ օր է, էլի։ Մենք հավաքվում ենք ամեն ինչով, շատ ժողովրդով, ասորները, հայերը տարբերություն չկա մեր մեջ, այդ ազգության մեջ մենք հարգում ենք բնակիչներին, նույնն էլ նրանք են մեզի հարգում, առողջ ժամը 5-ին զանգերը տալիս ենք, ժողովուրդը գալիս են իրանց մոմերով, ամեն ինչով պարում են, նվագում են, ուրախանում են, երգում ենք, հետո նույն ուտեստներն էլ, ոնց նոր տարվա ասենք թե ուտեստներն են, նույնն էլ մենք ասորներն ենք դնում, տարբերություն չկա։ Այն ասենք թե նոր տարվա օրը մենք կարանք ամսի 1-ին, 31-ին չէ 1-ին, մենք սպասել ենք դնում սեղանի վրա, ամեն սիրելի ուտեստն է։ Ասորական տարբերակով։ Դնում մենք սպասել ենք էփում դնում, ասենք թե ամեն ինչով տարբերություն չկա, մենք չենք տարբերում մեզի, հայի, ասորների։ Եվ տոնակատարություններին հայերը եւս մասնակցում են, այդտեղ էլ տարբերություն։ Մեկը մյուսի տուն ենք եթում, ուրախանում ենք, պարում ենք։ Տիկին Հասմիկ, այսօր մրթուխան դուք պատրաստեցիք, ինչպես հասկացա, դա եւս ավանդույթ է եւ բոլոր տոնակատարություններին մրթուխան հենց դուք եք պատրաստում։ Մենք միասնական բոլորս իրար հետ մի մարդու պես գնում ենք, այդ օրը մենք բոլորս պետք է իրար հետ պատրաստենք դա։ Շատ հաճույքով, շատ սրտանց, ոնց ասեմ, մոտիկանում ենք այդ ամեն ինչին, որպեսզի մատաղ ընդունելի լինի բոլորի համար։ Դա շատ լավ ավանդույթ է։ Մենք միշտ այդ ավանդույթը չենք ուզում կորցնենք։ Միշտ ուզում ենք լինի, պահպանենք դա։ Մուրթուղայի ժամանակ այդ արարողությունը, որ կատարվում է, գնում են վերցնում են։ Ամեն մարդ իր ցանկությամբ վերցնում է, որ երազանք պահի։ Հետո որ այդ երազանքը կատարվի։ Ես էլ եմ վերցրել իմ տղայի համար, որ երկու աղջիկ ունի, ուզում եմ որ երրորդը տղա լինի։ Ես լսեցի, որ նաև գողանում են, այսպես ասած։ Այո, գողանում են, ոչ մեկ չի իմանում, կտոր է վերցնում, քիչ կտոր վերցնում է։ Տակ-տակ որ Հա, տակ-տակ, որ եփում է այս ժամանակ։ Դա էլ իր խորհրդանիշը, հա։ Հիմա ես ուզում եմ մի հատ երգ երգեմ ասորական։ Սիրով։ Եվ ասեմ ում մասին է, աղջկա մասին է, որ ինքը կույր է։ Ասում է ես ծնվեցի, որ ձեզ պետք է չտեսնեմ։ Իրա մասին է, այդ աղջկա մասին է։ Ասորական երգ է։ Փաչուրան լաչուլ ջիբանը դունյա կաթխազն օխուն Փաչուրան լաչուլ ջիբանը դունյա կաթխազն օխուն Այնաթիփի խլեմ բղզայա ամուտոյուն թիլա բրիշի Չուլ խադանա բսպարմ խուլմի խազանաո յալմոխում Տիկին Ռուզան իմ աչքից չվրիպեց տոլման, որը նման չէ մեր տոլմային, որովհետև սոխով է եւ իմացա, որ դուք եք պատրաստել։ Սա տիպիկ ասորական տոլմա է։ Այո, սա վիբսլը սարքած տոլմա է։ Սոխով։ Ասորներն ասում են բսլը։ Սոխով պատրաստել ենք։ Ինչպես է պատրաստվում։ Առանձին սոխը եփում ենք թեթև, ասենք ինքը արդեն թուփ-թուփ է դառնում, պատրաստում ենք թուփի նման։ Սա նույնպես փաստում է այն, որ մենք կողք-կողքի ենք ապրել, ասորիները, հայերը եւ նմանություններ կան մշակութային, ինչպես նաեւ խոհանոցում։ Բացի նոր տարի, բացի մուրթուխայից մենք ունենք շարա։ Մեր ուխտն է։ Հուլիսի 28-ը։ Մենք սա հավաքվում ենք ժամը հայատ, գիշերվա ժամը 6-ից մինչև առավոտվա 2-ին նվագ կա։ Եվ մենք մատաղ ենք անում։ Ցուլ ենք մորթում։ Առավոտ շուտ ժամը 6-ին զանգը տալիս ենք, գալիս են ամեն մարդ իր մատաղը տանում է։ Ես խոսք եմ տվել, ինչքան կապրեմ, ես կօգնեմ այդ
ավանդույթների պահպանմանը։ Մուրթուխակլի, մեր ուխտը կլի, ես բիտի ընդեղ եմ։ Այն, որ ասորական ընտանիքում ապրելը շատ ուրախ է, դա մենք հասկացանք, իսկ հեշտ է։ Այո, շատ հեշտ է, արդեն 21 տարի է այստեղ եմ։ Նշում ենք բոլոր ավանդույթները, թե հայերի հետ, թե ասորների հետ։ Չգիտեմ, շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, ունեմ 3 տղա։ Իդեպ բարով եք եկել մեր տուն, իմ տուն։ Ինչ ասեմ, լավ է, նորմալ ամեն ինչ, ոչ մի տարբերություն չկա, ոչ մի, չգիտեմ։ Իսկ ասորերեն ամուսնանալուց հետո եք սովորել։ Այո, ասորներեն գրեթե պահանջվեց ինձանից, գրեթե 1 ամիս, որպեսզի սովորեմ, որովհետև այնքան խորթ էր ամեն ինչ, խոսում էին, չէի հասկանում, չտասած կոպիտ է հնչում, բայց կասեմ, մտածում եք, թե երևի իրանք ինչ-որ բան են խոսում, ես չեմ հասկանում, ո՞տ եմ զգում, ինձանից են խոսում, ու այդպես պահանջվեց մի ամիս, գրեթե ես սովորեցի։ Նույն է դուք քանի տարի է ինչ ասորիների հարս եք եւ արդյոք խոսում եք ասորերեն։ Ես 18 տարի է արդեն հարս եմ ասորական ընտանիքում ու լեզուն տիրապետում եմ, չեմ խոսում, կարող է խոսում եմ, բայց շատ է ակցենտով, բայց հասկանում եմ։ Ունեմ 2 երեխա, որոնք տիրապետում են ասորական լեզվին։ Մենք էլ, ինչպես մյուս ասորիները, մեր ընտանիքն է, պահպանում ենք բոլոր ավանդույթները, մասնակցում ենք թե հայերինը, թե ասորիներինը։ Շկլի պիրդի վարդանա, օշապիրա սոդանա, Յավն կատախ վարդանա, Երբեմնի հզոր ասորեստանը սրտում պահպանելով, ասորի ժողովուրդը խաղաղ գոյակցում է հայերի հետ, պահպանում ասորական տոները, լեզուն, երգն ու պարը։ Ջախլուն չուլը վարդը, են շապիրը զարդը, օ շապիրա սոդան